Բարև ձեզ սիրելիներ։ Այսօր մենք շարունակում ենք մեր աստվածաշնչյան ուսումնասիրությունը եւ այսօր հասել ենք երկրորդ օրինաց 17 եւ 18 գլուխները։ Այս գլուխներում Աստված խոսում է արդար դատաստանի, ճշմարիտ առաջնորդության եւ ապագա մարգարեի մասին։ Երկրորդ օրինաց 17-րդ գլխում Մովսեսը խոսում է դատավորների եւ թագավորների մասին։ Աստված ուզում էր, որ ժողովուրդը առաջնորդվի արդարությամբ, ոչ թե կաշառքով, հպարտությամբ կամ մարդկային ցանկություններով։ Սա մեզ հիշեցնում է, թե որքան կարիք ունի աշխարհը ճշմարիտ թագավորի։ Եվ այդ թագավորը Հիսուս Քրիստոսն է։ Եսայի 6-ում ասում է. իշխանությունը նրա ուսի վրա պիտի լինի։ Երկրի բոլոր թագավորությունները ժամանակավոր են, բայց Հիսուսի թագավորությունը հավիտենական է։ Նա է արդար դատավորը, որ չի առաջնորդվում արտաքինով, այլ տեսնում է մարդու սիրտը։ 17-րդ գլխում տեսնում ենք մի շատ հզոր մարգարեություն։ Մովսեսն ասում է. քո Տեր Աստվածը քեզ համար քո եղբայրների միջից ինձ նման մարգարե պիտի բարձրացնի։ Նրան լսեցեք։ Սա ուղղակի մարգարեություն է Հիսուս Քրիստոսի մասին։ Հիսուսը այն մարգարեն է, որ եկավ ոչ միայն խոսքեր բերելու, այլ նաև բացահայտելու Հոր սիրտը։ Գործառաքելոց 32:22-ում Պետրոսը այս խոսքերը կիրառում է հենց Հիսուսի վրա։ Մովսեսը մարդկանց դուրս բերեց Եգիպտոսից, բայց Հիսուսը մարդկանց դուրս է բերում մեղքի գերությունից։ Մովսեսը բերեց օրենքը, բայց Հիսուսը բերեց շնորհը ու ճշմարտությունը։ 18-րդում օրինացի Աստված նաև զգուշացնում է կախարդության, գուշակությունների եւ կեղծ հոգեվոր աղբյուրների մասին։ Սա շատ կարևոր է նաև մեր օրերում։ Սիրելիներ, շատ մարդիկ փնտրում են հոգեվոր ուժ, բայց առանց Աստծո։ Բայց իրական լույսը միայն Հիսուսի մեջ է։ Հովհաննես 8:12-ում Հիսուսն ասում է. Ես եմ աշխարհի լույսը։ Ով իմ հետևից է գալիս, խավարի մեջ չի քայլի։ Այս գլուխները մեզ հիշեցնում են, որ մարդկությանը պետք է ոչ միայն առաջնորդ, այլ փրկիչ։ Եվ այդ փրկիչը Հիսուս Քրիստոսն է, ճշմարիտ թագավորը, ճշմարիտ մարգարեն եւ աշխարհի լույսը։ Աղոթենք սիրելիներ։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու ես մեր թագավորը, մեր մարգարեն եւ մեր լույսը։ Պահպանիր մեզ կեղծ ճանապարհներից եւ առաջնորդիր քո ճշմարտության մեջ։ Ամեն։ Սիրելիներ, եթե դուք օրհնվեցիք այսօրվա խոսքի բաժնից, հիշեք ձեր ընկերների հետ եւ Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլխում։ Թող Աստծո օրհնությունը լինի քո եւ քո ընտանիքի վրա։ Ամեն։